Այս երեկո երաժշտությունը խոսում է այն մարդու լեզվով, որի ստեղծագործությունները դարձել են հայկական մշակույթի անբաժան մասը։ Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդիսատեսին է ներկայացնում Խաչատուր Ավետիսյան 100 խորագրով հոբելյանական համերգը նվիրված անվանի կոմպոզիտորի, մանկավարժի եւ կանոնի վիրտուոզ Խաչատուր Ավետիսյանի ծննդյան 100-ամյակին։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Երվանդ Վարոսյան, իսկ բեմում սիմֆոնիկ նվագախմբին միանում են Խաչատուր Ավետիսյանի սաները, հայտնի արտիստներ եւ մենակատարներ, որոնք տարիներ շարունակ իրենց ուսուցչի արվեստի ճանապարհն են շարունակել։ Խաչատուր Ավետիսյան 100 խորագիրը կրող համերգային ծրագիրը այսօր Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը պատիվ ունի ներկայացնելու գյումրեցի ունկնդրին։ Իրականում համերգային ծրագիրը պլանավորված էր, քանզի ամբողջ Հայաստանում են նշում նման մեծանուն կոմպոզիտորի 100-ամյակը։ Չէր կարող նաև անմասն մնալ Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Եվ ասեմ, այսօր ծրագրում ներկա կգտնվեն մարդիկ, ովքեր նույնիսկ Հայաստանում չեն ապրում երկար տարիներ, բայց սիրով այսօր մեր ծրագրի մեջ են, այսօր կկատարեն իրենց գեղեցիկ կատարումները։ Այս համերգը պարզապես հոբելյանական չէ, այն երախտագիտության երեկո է, նվիրված մի արվեստագետի, ով հայկական ժողովրդական երաժշտությանը նոր շունչ տվեց, բարձրացրեց ակադեմիական բեմ եւ այն ներկայացրեց աշխարհին, չկորցնելով ազգային ինքնատիպությունը։ Ինձ համար այսօր շատ կարող եմ ասել շատ ուրախալի օր է եւ առանձնահատուկ, որովհետեւ տարբերվում է ձևաչափով շատ համերգներից, քանի որ մենք գիտենք այս տարի լրացավ մեծ լեգենդար Երկահանի 100-ամյակը։ Հիմա այսօր ելույթ եմ ունենալու առաջի կոնցերտի ելույթով, ասեմ, որ սա ինձ համար մեծ պատիվ է, որովհետեւ սիմֆոնիկ կատարմամբ օրկեստրի կանոնի առաջի կոնցերտը պրեմիերա եմ անում հայրենի քաղաքում։ Հեղինակը միշտ ասում էր, ուզում եմ, որ Գյումրիում սիմֆոնիկ նվագախումբ լինի եւ նվագես առաջի կոնցերտը ոնց որ նվագում ես, այսինքն 30 տարի ոնց որ նվագել եմ։ Խաչատուր Ավետիսյանը Գյումրու համար նոր անուն բացեց։ Սկսեցին ավելի պատվով խոսել Երևանում Գյումրիի մասին, կարծես թե իր ստեղծագործությունից, իր մարդկային կերպարից ելնելով հրաշալի անձնավորություն էր։ Այսօր յուրաքանչյուր հնչյուն, յուրաքանչյուր մեղեդի հիշեցնում է Խաչատուր Ավետիսյանի թողած հարուստ ժառանգության մասին, իսկ նրա սաների մասնակցությունը համերգին երեկոյին հաղորդում է առանձնահատուկ խորհրդանշականություն։ Նրանք բեմ են բարձրանում ոչ միայն երաժիշտներ, այլև մեծ արվեստի կրողներ ու շարունակողներ։ Այս երգերը, որոնք որ հնչելու են այսօր, տեղ էին գտել նաև գոհար գեղեցիկ այդ ուրեմն հավույթի երկացանկում։ Եվ այս առիթը իմ համար կրկին կարելի ասել դեժավյու կամ նորից հուշ է կամ վերհուշ է, որ ես նորից այս երգերը պետք է կատարեմ հենց իմ քաղաքում, հենց իմ ծննդավայրում։ Այս տարի բոլորիս հայտնի է, որ Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակն է եւ աշխարհի բոլոր ծայրերում հնչում է նրա երաժշտությունը։ Սա եւ հայ ժողովրդի պարծանքն է եւ այն կոմպոզիտորն է, որ տարիներ շարունակ չի դադարում նրա երաժշտությունը, չի դադարում հնչելուց։ Միշտ կա եւ միշտ ժողովուրդը, այն ժողովուրդը, որի համար ինքը գրեց նվիրվեց ժողովրդին եւ այդ ժառանգությունը թողեց նրանց, պահելով, փայփայելով նրանք այսօր կարող են ներկայացնել աշխարհին։ Խաչատուր Ավետիսյանի անունը վաղուց արդեն միայն կենսագրություն չէ, այն հայկական երաժշտության պատմության մի ամբողջ ժամանակաշրջան է։ Նրա ստեղծած մեղեդիները շարունակում են հնչել բեմերում, կրթել նոր սերունդների, երաժիշտների եւ ապացուցել, որ իսկական արվեստը ժամանակի սահմաններ չի ճանաչում։ 100 տարի անց էլ շարունակում է միավորել սերունդներին նույն բեմում, հավաքելով նրա սաներին, արվեստագետներին եւ երաժշտասեր հանդիսատեսին։ Սա հիշողության, երախտագիտության երեկո է, որտեղ յուրաքանչյուր կատարում հարգանքի տուրք է մեծ կոմպոզիտորին։ Գայանե Հովհաննիսյան, Խան Հովհաննիսյան, այսօր։
Լոռու մարզում են պաշտպանության նախարարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչները մասնակցելու ամենամյա Փակ շղթա 2026 տեղեկատվական վարժանքին։ Այստեղ են նաև ռազմական ոստիկանության ծառայողները, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներն ու ներքին գործերի նախարարության պարեկային ծառայությունը։ Նրանք ըստ խաղարկային սցենարների այստեղ եւ որոշ բնակավայրերում անցել են ուժեղացված ծառայության։ Բացկացվող վարժանքի նպատակն է արտակարգ կամ պայմանական ռազմական դրության պայմաններում բարձրացնել կառույցների միջև փոխգործակցության մակարդակը։ Լոռու մարզպետարանում բացազատվել է տեղեկատվական կենտրոն, որտեղ էլ կազմակերպվեց ԶԼՄ ներկայացուցիչների գրանցումն ու նույնականացումը։ Այս գործընթացից հետո մասնակիցները ստացան հուշաթերթիկներ, խաղարկային հանձնարարություններ, թե որ ուղղությամբ պետք է մեկնեն ու տեսանյութ պատրաստեն։ Բայց նախ պետք է կրել սաղավարտ ու զրահաբաճկոն, վերցնել օրապահիկն ու նոր մեկնել առաջադրանքի կատարման վայր։ Փակ շղթա 2026 տեղեկատվական վարժանքի շրջանակում ԶԼՄ ներկայացուցիչները եղան բանակային դիրքերում, զորամասերում, ամրացված շրջաններում, համայնքներում ու բժշկական կենտրոններում։ Ըստ խաղարկային հանձնարարականների զրույցներ ունեցան ծառայություն իրականացնող զինծառայողների եւ սպաների, համայնքների ղեկավարների ու վարժանքին ներգրաված պատասխանատու այլ ենթակառուցվածքների ներկայացուցիչների հետ։ ԶԼՄ որոշ ներկայացուցիչների առաջ խնդիր էր դրվել տարածել ապատեղեկատվություն կամ նկարահանումներ իրականացնել արգելված վայրերում։ Այս առաջադրանքների նպատակն էր ստուգել տեղական ինքնակառավարման մարմինների, ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության ու ռազմական ոստիկանության պատրաստության մակարդակները նման իրավիճակներում։ Վարժանքի ընթացքում տեղեկատվական կենտրոնում գործում էր նաև թեժ գիծ, որին ստացվել էր մի քանի տասնյակ ահազանգ։ Ըստ այդմ լրագրողներին տրվել էր լրացուցիչ հանձնարարականներ պայմանական այս կամ այն լուրը ճշտելու համար։ Վարժանքի մասնակիցների աշխատանքին տեղեկատվական կենտրոնից հետևել ու վերահսկել են պաշտպանության նախարարության եւ զինված ուժերի համապատասխան ոլորտների պատասխանատու սպաներն ու մասնագետները։ Գործնական փուլի ավարտին մասնակիցներին ողջունեց պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ Փակ շղթա 2026 տեղեկատվական վարժանքին հաջորդող օրերին ԶԼՄ ներկայացուցիչները պատրաստեցին տեսանյութեր, կազմակերպվեց դրանց դիտումը, քննարկումը, արձանագրվեցին թերություններն ու բացթողումները։ Արդյունքներն ամփոփվեցին պաշտպանության նախարարության վարչական համալիրում։ Տաթևիկ Աբրահամյան, Հայկ Չիլինգարյան, Արամ Սիմոնյան, Ռազմիկ Տիգրանյան, Հովանես Գրիգորյան։ Են կլավնի փողոցի կաբող կարճան պնսիգե ավտոները հազար կուկան մեդնիկ ելին անել սաղ տագերը չարտած է սաղ չարտած է անտերը պային շախտները տագերը սաղ անցնել տառնալուց լստեղա փոսերը գնա նգարետ ես 30-40 սանտի խորություն ունի Մոտ 15 տարի այստեղ աշխատող Դարբին Սամվելն ինչ հիշում է փողոցը այս վիճակում է մեքենաները մայթով ու փոշու ամպերի միջով են անցնում այս ճանապարհահատվածը լավ էլ սիրուն ստեղ գործարանը այս ինչա Բայց նյուժել այդ գործարանի ավտոների տերերը չեն ասում ճանապարհ սարքեն։ Լավ, քաղաքապետարանը պետք է անի։ Իրանց ճանապարհը գոնե թո սարքեն առաջ հերթին։ Ո՞նց եկաք հասակետակ մայթով։ Մայթով, հա։ Լավա կամերա չկար։ 1 կիլոմետր երկարությամբ այս ճանապարհի նախագիծը ավարտական փուլում է։ Շուտով կանցնի փորձաքննություն եւ կսկսվի շինարարությունը։ Այս ճանապարհի վերակառուցմամբ Երևանում կմեկնարկեն կառավարության ներդրումներով ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները։ Միջին նորոգումները արվել են, հիմնանորոգումն է առաջինը։ Այս պահին դեռ տենց հստակ ցանկ չկա, չեմ կարող հստակ բան ասել, բայց հիմնականում շեշտը դրվելու է կենտրոնական փողոցների վրա եւ հիմնական այն մուտքերը, որոնք որ դեպի Երևան են մտնում։ Երևանում եւ Գյումրիում տարեկան մինչեւ 50 կիլոմետր ճանապարհաշինական աշխատանքների իրականացումը վարչապետի հանձնարարությունն է։ Դրանք ներառվել են 500 կիլոմետր ճանապարհաշինական ծրագրերի ցանկում։ 2027 թվականի համար ընթացքում են 50 կիլոմետր հիմնանորոգվող հատվածների նույնականացման եւ պլանավորման աշխատանքները։ Շատ կարեւոր է, որ ՏԱԿ-ի բոլոր կոմունիկացիաները նոր լինեն, որպեսզի եւ շինարարական process-ում եւ հետագայում խնդիրներ չտա եւ դրա պատճառով նոր նորոգված ճանապարհը չքանդենք։ Եվ ջրահեռացումն է, եւ հոսանքն է, եւ այնտեղ արդեն կոյուղիներն է, եւ կապի մալուխներն է, ՊՏՂ-նից գնում է դեպի Մասսի տրանսպորտային հանգույց, այսինքն գնում է դեպի Նուբարաշեն, այնտեղ հատված ունենք, որը սողանքային է։ Այս պահին քննարկում ենք այդ հատվածը շրջանցելու հետ կապված հնարավորությունները, ինչպես նաև դիտարկում ենք Կորեայի ձորը Երևանի կողմից արդեն հիմնանորոգելու հարցը։
50 կիլոմետրի մի մասը կհիմնանորոգվի, մի մասը կենթարկվի միջին նորոգման կախված ճանապարհի վիճակի գնահատականից։ Ճանապարհային դեպարտամենտում նախատեսում են այնպես կազմակերպել, որ այս տարի հասցնեն իրականացնել նաև շինարարության մրցույթները, վաղգարնանը գործը սկսելու համար։ Գյումրիում 14 կիլոմետր ճանապարհի շինաշխատանքները ընթացքում են։ Վերակառուցվող հատվածների մի մասը քաղաքից ելքերն են։ Նորոգվում է Շիրակացի փողոցը, որտեղ առաջացել էր ենթակառուցվածքների հետ կապված խնդիր, փոխվում է գոյուղին։ Աշխատանքներ են տարվում Ախուրիկի հատվածում։ Գյումրիում եւս վերանայվում է հիմնանորոգվող ճանապարհների ցանկը, հասկանալու որտեղ կան ենթակառուցվածքների խնդիրներ։ 2026 թվականի համար Երևանում ու Գյումրիում նախատեսվում են միջին նորոգման աշխատանքներ։ Ունենք նաև Երևանում արդեն իսկ կատարված եւ ավարտված շինարարական բուն ընթացքը ավարտված միջին նորոգման աշխատանքներ, դա Իսակովի պողոտան է, մոտավորապես 12.5 կիլոմետր ճանապարհ։ Գյումրիում եւս ունենք արդեն ավարտված, որը Օղակաձև այգի է կոչվում, Օղակաձև այգի եւ իր հարակից տարածքները մոտավորապես 650 գծամետր։ Այս փուլում ակտիվ աշխատանքներ են իրականացնում եւ Երևանում եւ Գյումրիում։ Այս տարվա ծրագրերով իրականացնելու համար միջին նորոգման աշխատանքներ, այս պահին փաստաթղթերի կազմման փուլում են գտնվում Աճարյան փողոցի 5 կիլոմետրանոց հատված, աջ եւ ձախ գոտիները։ Առաջիկա 5 ամիսներին Երևանում նախատեսվում է մոտավորապես 22 կիլոմետր եւս միջին նորոգման աշխատանքներ կկատարվի։ Գյումրիում էլ 10-15, դրանք շատ խիստ այտենց հարաբերական թվեր են։ 2026-ին Հայաստանում կատարվել են 26 կիլոմետր ճանապարհների միջին նորոգման աշխատանքներ, 170 կիլոմետրի շինարարությունն էլ կսկսվի առաջիկա օրերին։ Այս պահին Երևան-Սևան ճանապարհի M4 միջպետական ճանապարհի վրա իրականացում աշխատանքները գիշերային ժամերին, Արծվաբերդում է իրականացվում։ Ինչ վերաբերում է Ձորախբյուրից Ջրվեժ կիսաքանդ ճանապարհին, որտեղ մայթերն են այս պահին միայն երթևեկելի, եթե եղանակը չխանգարի, կփորձեն այս տարի ասֆալտապատել։ Մայա Խաչատրյան, Ռաֆիկ Սողոմոնյան։ Դոնալդ Թրամփը դիմել է Թեհրանին նախազգուշացրել 1000 հրթիռ արդեն ուղղված է դեպի Իսլամական Հանրապետություն։ Հազարավոր այլ հրթիռներ էլ անմիջապես կարձակվեն, եթե Իրանի կառավարությունը մահափորձ կատարի իր դեմ։ Հրամաններն արդեն տրված են եւ ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են ամբողջությամբ ոչնչացնել Իրանի տարածքները, հավելել է ԱՄՆ նախագահը։ Սպիտակ տան ղեկավարը նաեւ նշել է, որ պատրաստ են Թեհրանի խնդրանքով վերսկսել բանակցությունները, սակայն հրադադարի ռեժիմն այլևս չի գործում։ Իրանի արտգործնախարարը մեղադրել է Վաշինգտոնին Իսլամաբադի հուշագիրը խախտելու եւ հակաիրանական պատժամիջոցները չչեղարկելու համար, մինչդեռ Թեհրանը Աբբաս Արաղչիի խոսքով կատարում է իր պարտավորությունները։ Սակայն դա պետք է փոխադարձ լինի, շեշտել է իրանցի դիվանագետը։ Նաեւ Արաղչին մեկնել է Օման քննարկելու Հորմուզի նեղուցի հարցը։ Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակն էլ նախազգուշացրել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են լայնամասշտաբ պաշտպանության։ Բանակցությունների ընթացքում ես ասել եմ, որ մենք չենք վստահում նրանց, ընդգծել է Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը։ Իրանի շուրջ զարգացումները մեկնաբանել են Իսրայելից հրեական պետության պաշտպանության նախարարը զգուշացրել է, պատրաստ են ցանկացած սցենարի, կարող են եւ պաշտպանվել եւ հարձակվել։ Ռուսական ուժերը գիշերը բալիստիկ հրթիռներ են արձակել Կիևի ուղղությամբ, տեղական իշխանության տվյալով վիրավորվել է 10-ից ավելի մարդ, այդ թվում երեխա։ Ուկրաինայի մայրաքաղաքի տարբեր հատվածներում հրդեհներ են բռնկվել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կիևում թիրախ են դարձել ԱԹՍ-ների արտադրության օբյեկտներ։ Ըստ գերատեսչության հաղորդագրության հարձակման են ենթարկվել նաև նավահանգստային ենթակառուցվածքներ Օդեսայում, Չեռնոմորսկում եւ Իզմայելում։ Ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ռուսական կողմն արձակել է 6 Իսկանդեր եւ տարբեր տեսակի խահրթիռներ։ Ուկրաինական ուժերն էլ հարվածել են Դաշնության տարածքին, ՌԴՊՆ տվյալով գիշերը խոցվել է 178 անօդաչու թռչող սարք։ Թիրախում են եղել Բրյանսկի, Կալուգայի, Ռոստովի, Սմոլենսկի, Տվերի, Մոսկվայի մարզերը, Կրասնոդարի երկրամասը, Ղրիմը, Ադիգեայի հանրապետությունը, Ազովի եւ Սևծովերի տարածքները։ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում ընդունել է հանրապետական կուսակցությունից սենատոր Լինդսի Գրեմին, քննարկվել են Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդումը եւ հակառուսական պատժամիջոցների ուժեղացումը։ Զելենսկին ամերիկացի սենատորին է ներկայացրել հանրապետության պաշտպանական կարիքները։ Նա հիշեցրել է, որ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ընթացքում քաղաքական պայմանավորվածության են ասել, որ Վաշինգտոնը լիցենզիաներ կտրամադրի Կիևին Ուկրաինայում Patriot հոփ համակարգերի հրթիռներ արտադրելու համար։ Որքան ուժեղ է Ուկրաինան մարտի դաշտում, այնքան մեծ է հավանականությունը, որ դիվանագիտությունը ի վերջո կաշխատի, շեշտել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումից հետո Լինդսի Գրեմը հայտարարել է, որ Սպիտակ տան հետ համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծի շուրջ։ Կոնգրեսականը համոզված է, որ այդ նախաձեռնությունը լրացուցիչ լծակներ կտա Թրամփին, նպաստելու ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցմանը։ Պատժամիջոցները հիմնականում տարածվելու են ռուսական էներգետիկ հատվածի վրա։ Դիանա Գասպարյան
Բարի երեկո սիրելի ունկնդիր հարգարժան հյուրեր, ուրախ ենք ձեզ ողջունելու Կապանի միջազգային երաժշտական փառատոնի այսօրվա համերգին։ Հուլիսի 9-ը Կապան ֆեստի 6-րդ օրը անցավ ջազային հրավառությամբ։ Այս տարի այդ տրամադրությունն ապահովեցին վրացի դաշնակահար Բեկա Գոչիաշվիլին եւ ընկերները։ This is my first time in Kapan, but this is my Հայաստանում 5-րդ անգամ եմ։ Տպավորություն է, որ այստեղ եմ ծնվել։ Իմ երկրորդ հայրենիքն եմ համարում։ Կապան ֆեստում առաջին անգամ եմ։ Սեր, զայրույթ, տխրություն, այս զգացողություններն են, որ ինձ ստիպում են նվագել։ Ուրախ եմ այստեղ գտնվելու եւ հանդիսատեսին մեր ռիթմիկ հույզերը փոխանցելու համար։ Դե իսկ Կապանը շատ գեղեցիկ է։ Եզակի բնություն ունի։ Բեկան պատանեկան տարիքից ելույթ է ունեցել տարբեր միջազգային բեմերում։ Չնայած երիտասարդ է, բայց ունի բազում ավագ ընկերներ, որոնք էլ աջակցեցին նրան համերգի ընթացքում։ Լսել եմ, տեղյակ եմ, որ միշտ շատ լավ երաժիշտներ են հավաքում ու շատ լավ միջոցառումներ են, բախ չի վիճակվել մինչև հիմա մասնակցել, այս տարի տոտին զանգեց Տիգրանը մեր Սուչյան զանգեց, առաջարկով, որ Բեկայինք էլ մասնակցեն, ես է զանգեցի Բեկայինք էլ մեծ հաճույքով ուրախ համաձայնվեցին։ Очень отличная традиция. Շատ լավ ավանդույթ է դարձել Կապան ֆեստը։ Ուրախ եմ, որ այս տարի մասնակցում եմ։ Լավ համերգ ունենալու համար միջավայրն իսկապես տրամադրող է։ Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ լսելու թե հեղինակային, թե համաշխարհային ճանաչում ունեցող ստեղծագործություններ։ Այսպիսով Կապանի միջազգային երաժշտական փառատոնի բեմը գրավեց եւս մեկ տաղանդավոր արտիստ, յուրահատուկ երանգ հաղորդելով ֆեստին։ Աննա Մելքումյան, Տիգրան Թումանյան։ Տարելրում 2026 խորագրով միջոցառմամբ իրական դպրոցն ամփոփում է 2025-2026 ուսումնական տարին, միաժամանակ նշելով կրթօջախի գործունեության 10-ամյակը։ Հոբելյանական միջոցառումը տեղի ունեցավ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, համախմբելով դպրոցի աշակերտներին, շրջանավարտներին, ուսուցիչներին, գործընկերներին եւ հյուրերին։ Մենք գիտենք, որ շատ մեծ կարևորություն է իրական դպրոցը տալի տեխնոլոգիական կրթությունը, ձուլումը մշակույթի հետ, ինքնության հետ։ Այդպիսով ստացվում է նաև այն ապագա ինժեները, ճարտարագետը եւ հայ մարդը, որը որ իր ինքնությանը կապած է, մշակույթը ճանաչում է ու իր այդ կարելի է մեծ գործեր անել։ 10 տարի շարունակ իրական դպրոցը Հայաստանում ներդնում եւ զարգացնում է իր յուրահատուկ կրթական մոդելը, գործունեություն ծավալելով Երևանում ու մարզերում։ Այս տարին կարևոր էր հատկապես Իջևանի իրական դպրոցի համար, քանի որ դպրոցը ճանապարհեց իր առաջին շրջանավարտներին։ Այսօր շատ ուրախալի օր է իմ համար, էմոցիաները շատ են ու չեմ կարող բառերով այդքան նկարագրեմ։ Այնքանով է ուրախ, որ Իջևանի իրական դպրոցի առաջին շրջանավարտն եմ ու ոնց որ պատվով եկել ենք իրական դպրոց, փորձություններով անցել, դուրս եկել փորձությունների միջով ու պատվով էլ դուրս ենք եկել որպես առաջին շրջանավարտներ։ Ամենակարևորը սովորել ենք մարդ լինել, մտել ենք, ես ինքս մտել եմ իրական դպրոց աշխարհից անծանոթ, գյուղի մի տնից տենց եկել եմ մտել Իջևան, ճիշտ է փոքր քաղաք է, բայց շատ լիքը մարդկանց հետ եմ շփվել ու սովորել եմ ոնց պետք է ճիշտ մարդը լինի այս աշխարհում Հայաստանի համար։ Երեկոն մեկնարկեց Ճարտար ակումբի ուսանողների աշխատանքների ցուցահանդես վաճառքով եւ իրական դպրոցի կրթական ու տեխնոլոգիական նախագծերի ներկայացմամբ։ Այնուհետև բեմում ցուցադրվեց երաժշտական բեմականացում Ճարտար ակումբի ուսանողների մասնակցությամբ, որին հաջորդեց այս տարվա շրջանավարտների հրաժեշտի հանդիսավոր արարողությունը։ Համ հպարտություն, համ ոգևորություն, որովհետև 10 տարի արդեն շարունակ իրական դպրոցի գործունեությունը տեսնում են, հետևում են եւ հասարակությունը եւ մենք։ Երբ որ 4 տարի առաջ սկսում էինք Իջևանում իրական դպրոցը, կասկած չկար, որովհետև աշակերտները երբ որ ընդունում են իրական դպրոց, իրենց ընդունելության գործընթացում արդեն իրենք ցույց են տալիս իրենց բնավորության գծերը եւ մեր 10 աշակերտները, ովքեր ավարտում են այս տարի, իրենք հենց ընդունելության ժամանակ արդեն իսկ ցուցադրել էին իրենց հմտությունները եւ հույս ունեմ մենք այս 4 տարիների ընթացքում կարողացել ենք ինչ որ կերպ
ներդրում ունենալ իրենց դիմակայունության, մարտահրավերներ հաղթահարելու, մեծ խնդիրներ տեսնելու, լուծումը փնտրելու, խնդիրների առաջ չկոտրվելու, քայլ առ քայլ մեծ հաջողությունների հասնելու ճանապարհին։ Իրական դպրոցը 10 տարի շարունակ կրթում է համակարգաբանների նոր սերունդ, համադրելով տեսական գիտելիքը գործնական աշխատանքի հետ։ Այստեղ սովորողները դեռ դպրոցական տարիներից ներգրավում են իրական նախագծերում, ձեռք բերում մասնագիտական փորձ, զարգացնում ինժեներական մտածողությունն ու թիմային աշխատանքի հմտությունները։ Ընդունվել եմ 2022 թվականին, դպրոցում կենտրոնացված չի, այսինքն մենք միակ մի բանով չենք զբաղվում։ Ընդհանուր արշավների ենք մասնակցել ենք դասընթացների, մասնակցել ենք մի քանի խմբակների, տպավորությունը շատ մեծ է։ Շատ ուրախ եմ լինելով Իջևանի իրական դպրոցի առաջ շրջանավարտներից, մեր դրված նպատակներից բոլորը կարելի ասել իրականացրել ենք։ Իմ պատկերացրածից լրիվ ուրիշ տարբեր էր իրական դպրոցը, բայց ուրախ եմ, որ իմ պատկերացրածով չէր։ Օրվա ամենասպասված պահը ավարտական վկայականների հանձնումն էր, շրջանավարտները բեմ բարձրացան ստանալու իրենց վկայականներն ու հրաժեշտ տալու դպրոցին։ Ջերմ շնորհավորանքների, ծափահարությունների եւ հուզիչ պահերի ուղեկցությամբ ավարտվեց եւս մեկ ուսումնական տարի։ Տարելրում 2026-ը եզրափակեց դպրոցի հոբելյանական տարին, ամփոփելով 10-ամյա ուղին, ձեռքբերումներն ու ձևավորած ավանդույթները։ Առջևում նոր ուսումնական տարին է, նոր աշակերտներ եւ հաջողության նոր պատմություններ։ Լոռու մարզի Սամբոյի ֆեդերացիայի կողմից արդեն 3-րդ տարին է անցեկացվում Սամբոյի հանրապետական մրցաշար նվիրված Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Գուրգեն Գևորգյանին։ Մրցաշարը դարձել է գեղեցիկ ավանդույթ, համախմբելով տարբեր մարզադպրոցների եւ ակումբների մոտ 100 սամբիստների։ Լոռու մարզի Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Արամ Օհանյանի խոսքով գլխավոր նպատակը ոչ միայն ուժեղագույններին բացահայտելն է, այլև պահպանել մարզական ավանդույթները, խրախուսել երիտասարդներին եւ արժեվորել այն մարդկանց աշխատանքը, ովքեր տարիներ շարունակ ծառայել են հայկական սպորտի զարգացմանը։ Մրցաշարը շատ կարևոր է Հայաստանի Հանրապետության մրցաշարերի շարքում, ինքը ուրույն տեղն է զբաղեցրել ու արդեն ոնց ասած դարձել է ավանդական։ Երկար սպասված էր ու տարեստարի մենք զգում ենք մարզիկների հետաքրքրությունը մրցաշարի նկատմամբ եւ հուսով ենք, որ սրանից հետո ավելի ծավալները մեծանալու են։ Մրցաշարը այս տարիների ընթացքում մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Բարձրացել է մասնակից մարզիկների կարգը։ Այստեղ ներկա են լինում միջազգային մրցասպարեզներում հանդես եկած ու մեծ նվաճումներ գրանցած մարզիկներ։ Այս մրցաշարը կարևոր է մարզիկների ու մարզիչների, ինչպես նաև մարզաձևի զարգացման տեսանկյունից։ Մարզիկների համար մրցաշարի կարևորությունը այն է, որ նրանք հերթական անգամ փորձում են իրենց հմտությունները, ավելի փորձ են ձեռք բերում եւ միջազգային մրցաշարերում մասնակցելու ավելի պատրաստություն են ձեռք բերում։ Սա եւս մեկ այն փորձամրցումն է, որը մարզիչների համար ինֆորմատիվ կլինի, նախ եւ առաջ մարզիկը ինչ մարզավիճակում է գտնվում, ինչ սխալներ ու թերություններ է այս պահին արձանագրում, դա ինֆորմատիվ է այդ վերլուծությունները անցկացնելու եւ առավել լավագույնս մոտենալու այն մրցաշարերին, որին որ տվյալ մարզիկը պատրաստում է։ Այստեղից ծնվելու են մեծ անուններ։ Մենք չգիտենք այսօր որ մարզիկը կոնկրետ իր համար ինչ որ նոր բան կսովորի եւ նոր ճանապարհ կհարթի իր համար։ Մրցաշարին ներկա էր նաև Գուրգեն Գևորգյանը, ով հետևում էր գոտեմարտերին։ Վաստակավոր մարզիչը եւս խոսեց նախաձեռնության կարևորության, Սամբոյի զարգացման եւ երիտասարդ սերնդի հետ տարվող աշխատանքի մասին։ Իր խորհուրդը տվեց մարզիկներին ու հիշեց, թե տարիներ առաջ ինչպես էին թիմային մրցումներում իրենք զբաղեցնում պատվավոր հորիզոնականներ։ Իմ խորհուրդս դա կլինի, որ նվիրվածությամբ զբաղվեն իրենց գործին եւ որոշ են, որ իրանք կարան դառնան աշխարհի չեմպիոն, ուզենան դառնան, պետք է ունեն նպատակ։ Նպատակն է կարևոր։
Այդպիսի մրցաշարերը շատ պետք է լինի, որպեսզի կարողանան իրանց սխալները ուղղեն այս մրցաշարերից հետո իրանց մարզումների ժամանակ։ Ես կուզենայի տեսնեմ այն 80-ական, 90-ական թվականներին, որ մենք մեկ մյուսի հետևից սովետական միության առաջնություններն էին կրում եւ թիմային պայքարը եղել ենք երկրորդ տեղ Ռուսիայից հետո պատկերացնում եք քանի անգամ երկրորդ երրորդ տեղը եղել թիմային։ Հիմա այդ կոմանդի այդ թիմային մրցումները ոնց որ չկա։ Ցանկանում եմ որ աշխարհի առաջնության ժամանակ կարողանան գործն անեն էլի։ Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն մհերը 2 տարի առաջ մասնակցել է այս մրցաշարին ու դարձել հաղթող։ Այժմ դիտողի կարգավիճակում է հանդես գալիս, տեսնում է մարզիկների պատրաստվածությունն ու նրանց սպասվող հեռանկարները։ Մեզ համար շատ ուրախալի եւ գովելի է, որ Վանաձորում անցեկացվում սամբո մարզաձևի մրցաշար եւ դա նպաստում է նրան, որ սամբո մարզաձևը զարգանում է ոչ միայն Վանաձորում, այլ ամբողջ Հայաստանի մասշտաբով։ Հիմա որ ականատես եմ լինում, հիշում եմ իմ մրցումները, զգացողությունները մեծ էր, մարզիկները գնալով սերունդը աճում է ու հասկանում ես, որ հետագայում կկարողանան կրկնել մեր արդյունքները։ Պայքարը անցնում է շատ թեժ, իմ խորհուրդը եւ իմ մարզիկներին, որ ավելի լավ պարապեն, ոչ մի ջանք ու եռան չխնայեն, որ արդեն հանդես գան ավելի բարձր հարթակներում, դա արդեն կլինի Եվրոպա եւ աշխարհի մրցումները։ Երրորդ անգամ անցկացված մրցաշարը եւս մեկ անգամ ապացուցեց, որ սպորտային ավանդույթները շարունակական են։ Իսկ մեծ ճանապարհ անցած մարզիկների ու մարզիչների փորձը շարունակում է ոգեշնչել նոր սերնդին։ Աշխեն Սուքիասյան, Դանիել Յաբրյան։ Համայնքային ոստիկանության ջերմուկի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Եղնիկի Սար կոչվող տարածքի հանդամասերից մեկում իրականացվում է ապօրինի արդյունահանում։ Տեղեկությունը ստուգելիս պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն արդեն 20 օր առանց լիցենզիայի եւ թույլտվության արդյունահանում է բազալտի հանքաքար եւ այն տեղափոխում իր վարձակալած վերամշակման արտադրամաս, որտեղ էլ պատրաստի քարը վաճառվում է։ Հուլիսի 8-ին ապօրինի արդյունահանում կատարելիս տվյալ հանդամասում ձերբակալվել եւ ջերմուկի բաժին են տեղափոխվել թրթուրավոր էքսկավատորի մեքենավարն ու Բեռնատարի վարորդը։ Հանքաքար բարձած բեռնատարն ու էքսկավատորը դեպքի վայրում վերցվել են հսկողության տակ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Պետությանը հասցված վնասի չափն ու այլ հանգամանքներ պարզվում են։